Ու մինչև ես սկսեմ ուղակի կիսվել Աստծո խոսքով, ուզում եմ մի բանի մասին վկայել, որ ես չեմ ասել մեր փառաբանությանը, որ ես այսօր պետք է խոսեմ Սուրբ Հոգու մասին։ Իմ սրտիս մեջ այնպիսի մի ցանկություն եկա, որ մենք ոչ թե մենակ Պենտեկոստի օրը խոսենք Սուրբ Հոգու անձի մասին, այլ հաճախակի խոսենք իր մասին, որտեղ ինչքան մենք շատ կներկայացնենք Սուրբ Հոգու անձը, ով է նա, ինչի համար է նա ուղարկվել այս երկիր, այնքան մենք լավ իրան կճանաչենք եւ այնքան մենք իրան թույլ կտանք, որպեսզի նա գործի մեր կյանքերում, ամեն։ Ու այնքան հետաքրքիր է, որ իրականում ու ես ուղղակի ուզում եմ ձեզ բոլորիդ հորդորել, որ դուք շատ ուշադիր լինեք։ Մենք երգում ենք, մենք ասում ենք, որ Սուրբ Հոգին այստեղ է, նա ներկա է։ Եկեք պատվենք նրա ներկայությունը։ Ամեն։ Ու եկեք հավատանք, որ Սուրբ Հոգին այստեղ է մեր յուրաքանչյուրի համար։ Որտև Աստված ուզում է ինչ-որ բաներ անել քո կյանքում եւ քո կյանքի միջոցով։ Դու շատ թանկ ես Աստծո համար։ Ամեն։ Մենք գիտենք, որ Սուրբ Հոգին երրորդության անձն է։ Ու մեզ պետք է շատ անգամ մտածել եւ խոսել նրա մասին, որովհետեւ Սուրբ Հոգին դա լեզուների չէ, որով մենք աղոթում ենք։ Մենք աղոթում ենք նոր լեզուներով, որտեղ մենք մկրտված ենք Սուրբ Հոգով, բայց Սուրբ Հոգու անձը Աստված է։ Երբ մենք ասում ենք, որ Սուրբ Հոգին Աստված է, մենք նկատի ունենք, որ նա ունի միտք, նա ունի զգացմունքներ, նա ունի կամք եւ նա ունի զորություն։ Ամեն։ Քանիսը ձեզանից ուզում են, որ իրանց կյանքերում առաջընթաց լինի, թե հոգևոր կյանքում, թե անձնական կյանքում։ Գիտեք, դա շատ լավ ցանկություն է, որ մենք ուզում ենք, որ մեր կյանքում լինի առաջընթաց։ Ու հավատացեք, որ Աստված ունի այդ առաջընթացը։ Աստված այսօր մեր յուրաքանչյուրի կողմից է։ Նա մեր կողքին է, որպեսզի մեզ օգնի գնալ առաջ։ Որպեսզի մենք կարողանանք գնալ առաջ, մեզ պետք է նրա ներկայությունը ճանաչել եւ համագործակցել նրա հետ։ Ամեն։ Մի հետաքրքիր պատմություն կա Եզեկիել 47-րդ գլխում։ Այնտեղ գրված է մի տաճարի մասին, որի տակից ջրեր են հոսում, կենդանի ջրեր։ Եվ մի մարդ ուղղակի առաջնորդում է մեկին, որ նա անցնի այդ ջրերի մեջ։ Ու խոսքը այդպես ասում, որ երբ նա չափեց 1000 կանգուն, ջուրը մինչև գարշապարն էր։ Դու գիտեք դա ինչ է։ Նոր որ մտնում ես ջուրը։ Հետո մի 1000 կանգուն էլ չափեց ու ասեց արի առաջ։ Այն ժամանակ ջրերը արդեն մինչև ծնկներն էին։ Հետո որ գնաց առաջ, ջրերը մինչև գոտկատեղն էր։ Ու հետո ես ուզում եմ կարդալ այս պահը։ Ուղղակի ուզում եմ, որ մի քիչ ավելի արագ գնամ։ Ուրեմն տեսեք ինչ է այստեղ գրված։ 5-րդ համարը ասում այդպես. եւ չափեց 1000 մի կետ, որով չկարողացա անց կենալ, որովհետև ջրերը հորդել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ չէր կարելի անց կենալ։ Ես հավատում եմ, որ Աստված մեզ համար ունի ավելին, քան մենք պատկերացնում ենք։ Ունի։ Դավիթը մի սաղմոսներում ասում է. երկրից ծայրերից ես աղաչում եմ դեպի քեզ, բարձրացրու ինձ այն վեմի վրա, որը ինձ համար անհասանելի է։ Աստված ուզում է քեզ բարձրացնել մի նոր վեմի վրա։ Նա ուզում է, որ քո կյանքում լինի առաջընթաց։ Միգուցե այսօր մենք կանգնած ենք այնպիսի իրավիճակում, որ մենք Աստված ասում է դու համարձակ քայլ արա, բայց մենք նայում ենք, որ ջրերը խորն են ու չեն կարողանում լողալ։ Գիտես, երբ դու չես կարողանում լողալ, դու վախենում ես ջրերի մեջ մտնել, որովհետև վախից գիտես, որ կխորտակվես, որտեղ չես կարողանում քեզ պահել ջրի վրա։ Բայց Սուրբ Հոգու ջրերը լիովին ուրիշ են։ Այն ջրերը կարողանում են պահել, երբ դու
քեզ վստահում ես Աստծուն, երբ դու քեզ վստահում ես, ու գիտեք, մեր կյանքերը փոխվում են այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք այդպիսի մի կարևոր պահին, որ Աստված ասում է. դու ամեն բան արդեն փորձել ես, ինչ որ գիտես, արդեն փորձել ես, բայց հիմա ես ուզում եմ, որ դու ինձ վստահես, որ դու թույլ տաս, որ իմ Սուրբ Հոգու ջրերը քեզ առաջնորդեն, ամեն։ Հաճախակի մենք բաները չգիտենք ոնց անենք, ինչպես անենք, բայց Աստված իր Սուրբ Հոգին ուղարկել է հատուկ դրա համար, որ մեզ օգնի մեր տկարությունների ժամանակ, որտեղ մենք մարդ ենք, մենք երբեմն վերապրում ենք այդպիսի պահեր, որ հասկանում ենք, որ ես չեմ կարող գնալ առաջ, ես չեմ հասկանում ոնց այս հարցը լուծեմ, ու Աստված իր Սուրբ Հոգին ուղարկել է հենց դրա համար, սիրելի Աստծո ժողովուրդ, որպեսզի մենք կարողանանք Սուրբ Հոգով առաջնորդվել, մեզ պետք է ճանաչել Սուրբ Հոգուն, որտեղ Սուրբ Հոգին ինչ որ այսպիսի պատահական մի ձայն չէ, Սուրբ Հոգին ունի շատ մեղմ ձայն, Սուրբ Հոգին շատ մեղմ է, շատ քնքուշ անձնավորություն է, ու իրան շատ հեշտ կարելի է այսպես վանել, կարելի է տրտմեցնել, կարելի է վիրավորել, բայց Աստված ուզում է, որ մենք այդ անձը ճանաչենք։ Գիտեք, Հովհաննեսի 7-րդ գլխում 37 համարում Տեր Հիսուսը այսպես ասում, որ գրված է այդպես, որ Հովհաննեսը պատմում է այդ պահը այդպես ու ասում է, որ Հիսուսը բացականչեց հավաքված ժողովրդին ու ասեց, ով որ ծարավը ինձ մոտ եկեք։ Ծարավը գիտեք ինչի մասին է խոսում, որ մենք կարիք ունենք ինչ որ բանի, որ մենք կարիք ունենք։ Մեզանից ոչ մեկը թող չմտածի, որ ինքը իրանով կարող է ապրել այդպես 100%-ով։ Ինչքանով մենք հնազանդվենք Աստծուն, այնքանով հեշտ կլինի մեր կյանքը։ Եվ Հիսուսը ասեց, նա ով որ հավատում է ինձ, ինչպես գրված է, իր որովայնից կյանքի ջրեր պիտի հոսեն, կյանքի ջրերի գետեր պիտի հոսեն, ու գրված է, որ նա խոսում էր Սուրբ Հոգու մասին։ Եկեք մի հատ մտածենք, մենք մարդիկ ենք, կյանքի ջրերը դա ուղղակի ջրեր չեն, որը մեզ հագեցնում են, դա այն ջուրն է, որի մասին Հիսուսը ասեց այն սամարացի կնոջը, որ ես ունեմ ջուր, որ երբ դու խմես, դու երբեք էլ չես ծարավի։ Աստված մեզ ապահովել է այդպիսի ջուրը, ու մենք յուրաքանչյուրս այսօր այդպիսի ջուր ունենք, բայց երբեմն մենք մեզ զգում ենք ծարավ, այսինքն կարիքի մեջ, այսպես հարցերով շրջապատված, ու մենք չգիտենք ոնց անենք, ու գիտեք այսօր իմ ուղերձի նպատակը այն է, որ մենք բացվենք Սուրբ Հոգու համար ավելին քան երբևէ, որ մենք որոշենք, որ մենք պետք է ճանաչենք Հոգուն ու համագործակցենք Սուրբ Հոգու հետ։ Ես գիտեմ, որ մեզանից յուրաքանչյուրը ունի ինչ-որ չափ փորձառություն Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելու, բայց Աստված ուզում է ավելին, նա ուզում է ավելին, ամեն։ Խոսքը ասում այսպես, որ որտեղ Տիրոջ Հոգին այնտեղ շարժվում է ու Տիրոջ Հոգին տիրում է, այնտեղ կա ազատություն։ Ամեն բանից ազատություն, որը քեզ տանջում է, չարչարում է, անհանգստացնում է, ամեն բանից Աստված ունի ազատություն։ Ու մենք պետք է փափագենք այդ ազատությանը, ամեն սիրելիներս։ Այս բանը իրականում շատ կարևոր է։ Ինչ մենք գիտենք Սուրբ Հոգու մասին, որ Տեր Հիսուսը խոստացել է, որ երբ նա վերադառնա հարությունից հետո հոր մոտ, նա կխնդրի, գրված է, ես կխնդրեմ, որ նա ուղարկի Սուրբ Հոգին։ Ու Սուրբ Հոգու մասին ասում են խոստմունքի հոգի, Քրիստոսի հոգի, Տիրոջ հոգի։ Ու Հիսուս ասել է, որ երբ գա այդ հոգին, նա պետք է ձեր մեջ բնակվի, նա ձեզ երբեք չի թողնելու, նա միշտ լինելու է ձեզ հետ։ Միթե սա հիասքանչ խոստում չէ։ Եկեք մի պահ կանգ առնենք ու մտածենք, որ այսօր Աստծո սիրուց ելնելով իր կենթանի հոգին ապրում է քո ներսում, նա ապրում է քո հոգու մեջ։ Աստված, պատկերացրեք, խոնարհվեց, ուղարկեց իր որդուն, Աստված մարդ դառավ եկավ, եւ Աստված մի ուրիշ բան էլ արեց, իր Աստվածային հոգին ուղարկեց մարդու հոգու մեջ, մարդու սրտի մեջ, ինչպես օգնական։ Դուք գիտեք, որ տնօրենը ավելի բարձր է, քան օգնականը։
Աստված իրան խոնարհեցրեց, որ գա մեզ օգնի, որ գա քեզ օգնի քո կյանքի ամեն իրավիճակում։ Համար մեկ ինչու նա պետք է քեզ օգնի։ Նա պիտի օգնի քեզ մոտենալ Հիսուսին, որովհետև Հիսուսը գլխավորն է, Հիսուսը կենտրոնն է մեր կյանքի, ամեն բանի կենտրոնն է։ Կյանք առանց Հիսուսի անիմաստ է։ Եվ Սուրբ Հոգին այն անձնավորությունն է, որը մեզ օգնում է ճանաչել Հիսուս Քրիստոսին, ամեն։ Դրա համար, երբ մենք բացում ենք Սուրբ Գիրքը, դուք գիտեք Սուրբ Գրքի հեղինակը Սուրբ Հոգին է, որ եկել է մարդկանց վրա ու գրվել են այդ բոլոր խոսքերը, որը այսօր մեզ կարող են ապրեցնել, ամեն։ Ու երբ մենք բացում ենք, մենք կարիք ունենք, որ ասենք Սուրբ Հոգի, բացիր ինձ Հիսուսին, ցույց տուր, օգնիր, որ ես Հիսուսին ճանաչեմ, որտեվ երբ դու Հիսուսին տեսար, քո կյանքը փոխվում է, ամեն։ Հիսուսին իրականություն դարձնի մեզ համար։ Հետո գրված է, որ Սուրբ Հոգին որ գա, նա ճշմարտության հոգի է, նա պիտի ճշմարտությունը ասի քեզ, ճշմարտությունը սովորեցնի, ճշմարտության ճանապարհով ցույց տա։ Մենք, որ գտնվում ենք այն աշխարհում, որտեղ տիրում է ստության ոգին, մեզ պետք է ճանաչել ճշմարտությունը, որ մենք չմոլորվենք, սիրելիներս։ Դրա համար մեզ պետք է ճանաչել Սուրբ Հոգուն որպես ճշմարտության հոգի։ Ամեն։ Խոսք ասում է Հռոմեացիս 8:14-ում, որ նրանք, ովքեր Սուրբ Հոգով վարվում են, նրանք Աստծո որդիներն են։ Աստծո որդիները, որ մենք չենք արել բանի ծառայության, այսինքն ստրուկի ոգի, այլ մենք արել ենք Աստծո հոգին, որդեգրության հոգին, որը մեր հոգու հետ միասին վկայում է, որ մենք Աստծո որդիներն ենք։ Ամեն։ Երբ դու հասկանում ես ով ես դու, քո կյանքը որակյալ ձևով փոխվում է։ Երբ դու չգիտես, որ քո կարգավիճակը փոխվել է, դու արդեն ոչ թե աշխարհի որդին ես, ոչ էլ սատանայի որդին ես, դու բարձրյալ Աստծո որդին ես, քո կյանքը փոխվում է, քո մտածելակերպը փոխվում է, ու դրանում մեզ օգնում է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին է, որ օգնում է մեզ նորից ծնվել, վերստին ծնվել։ Դա այդ աշխատանքը անում է Սուրբ Հոգին մեր մեջ։ Սուրբ Հոգին նաև մեզ հանդիմանում է, երբ մենք սխալ ենք։ Հանդիմանում է մեզ, այսինքն ցույց է տալիս այն պահը, որտեղ դու սխալ ես, եւ ցույց է տալիս այն ճանապարհը, որով դու պիտի գնաս, այն ճիշտը, որ դու պիտի անես։ Ինչ հրաշալի դաստիարակող հոգի մենք ունենք մեր ներսում։ Ամեն։ Գիտես, երբ դու Սուրբ Հոգուն ճանաչում ես ու Սուրբ Հոգու հետ համագործակցում ես, քեզ էլ կողքից պետք չէ մեկը, որ քեզ ասի սուտ մի խոսի, այս բանը սենց մի արա։ Սուրբ Հոգին քո ներսից ինքը քեզ սովորեցնում է, ինքը քեզ ասում է։ Դրա համար մեզ շատ պետք է, որ մեր հոգու ականջները կարողանան լսել, երբ Սուրբ Հոգին մեզ հետ խոսում է։ Սուրբ Հոգին մեզ հաճախակի զգուշացնում է, ասում է այս բանը մի արա, այստեղ մի գնա, այս բանի մասին մի խոսիր։ Ու ինչ լավ է, որ մենք հնազանդվում ենք Սուրբ Հոգուն, ամեն։ Սուրբ Հոգին քո օգնականն է, Աստված, որ իրան այնպես խոնարհեցրեց, որ օգնի մահկանացու մարդուն, ինչու, որտև բոլորից շատ սիրում է իր արարչությունը, որի համար իր որդին իր գինը տվեց, արյան գինը, ամեն։ Եկեք մենք նորից նայենք այդ ամեն մի փաստերին ու սիրենք Աստծո ներկայությունը մեր կյանքերում, ամեն։ Մեր կյանքը նույնպես Սուրբ Հոգու միջոցով լցվում է զորությամբ է լցվում, որովհետև մենք մեր խելքով, մեր մարդկային ուժով ոչ մի բան չենք կարող անել։ Ես մի հետաքրքիր պատմություն եմ լսել, որ մի տեղ, որտեղ քարոզիչը խոսում էր Սուրբ Հոգու մկրտության մասին, ու հետո հրավիրեց մարդկանց, ովքեր Սուրբ Հոգով չեն մկրտվել, որպեսզի աղոթի իրանց համար, ու այնտեղ մի մարդ կար, մի տղամարդ կար, որը կուլտուրիստ էր։ Այսպես գիտեք իրանք ինչպիսին են, ինչպիսի ուժեղ մարմին ունեն։ Ու քարոզիչը ում համար որ աղոթում էր Սուրբ Հոգու մկրտությունով, որ իրանք մկրտվեն, իրանք ընկնում էին այդ զորությունից։ Ու այդ մարդը մտածում էր, չէ, ես չեմ ընկնի, ոչ մի բան, ես չեմ ընկնի, ես ուժեղ եմ։ Ու ինքը ինչքան ուժ կար այդպես հավաքել է, որպեսզի դիմադրի Սուրբ Հոգուն։ Ու գիտեք ինչ կատարվեց։ Երբ քարոզիչը իր ձեռքը դրեց այդ կուլտուրիստի վրա, նա չի հասկացավ ոնց, բայց ընկավ գետինը ու մի որոշ ժամանակ այսպես պտտվում էր ու մկրտվեց Սուրբ Հոգով։ Ու երբ արդեն այդ պահը անցավ,
ինքը վեր կացավ իրան հարցրեցին, ինչ կատարվեց քեզ հետ։ Ասեց, երբ քարոզիչը դրեց ձեռքը ինձ վրա, ես մի ձայն լսեցի, որը ասեց, հիմա կտեսնենք ով է ավելի ուժեղ։ Դրա համար ավելի լավ է, որ մենք հնազանդվենք Աստծո զորությանը, ամեն։ Ու գիտեք, մեզանից ամեն մեկ ունի այսպիսի առավելություն, որ մենք ամեն օր կարող ենք լցված լինել Սուրբ Հոգով, ամեն օր։ Ու ոնց է դա տեղի ունենում, երբ մենք միանում ենք այդ աղբյուրին, զորության աղբյուրին։ Ու ինչպես ենք մենք միանում զորության աղբյուրին, մեր հաղորդակցության միջոցով, որը կոչվում է աղոթք։ Ամեն, աղոթքը դա ձանձրալի բան չէ, աղոթքը մի գաղտնիք է, որ ով որ հասկանում այդ գաղտնիքի զորությունը, ինքը քայլում է Աստծո զորության մեջ։ Աստված ունի քեզ համար իր գերբնական զորությունը, Աստված մեր եկեղեցու համար ունի գերբնական ընթացք, ու դա ոչ թե մենակ ծառայողների համար է, ամեն մեկի համար է, փոքրից մինչև մեծը։ Ամեն, ու եթե դու այսօր վերցնես քեզ համար հավատքով խոսք ու ասես Տեր, ես ուզում եմ իմ հարաբերությունը Սուրբ Հոգու հետ մի նոր մակարդակի վրա բարձրանա, Սուրբ Հոգին կգործի, ինչ որ բան կանի քո կյանքում, ամեն։ Հիմա սիրելիներս, մենք այդպիսի հրաշալի լուր ունենք, որ Սուրբ Հոգին քեզ երբեք չի թողնի, անգամ երբ դու քեզ ճիշտ չես պահում, չասեմ դու, մենք, երբ մեկը իրան ճիշտ ձևով չի պահում, երբ անհնազանդ է գտնվում, Սուրբ Հոգին էլի իրան երբեք չի լքում այդ մարդուն, որովհետև նա խոստացել է, որ միշտ մեզ հետ կլինի, ամեն։ Երբ մենք մեղանչում ենք Աստծո առաջ, մեզ ինչ է պետք, մենք հաճախակի զգում ենք, որ ես ոնց որ դատարկ լինեմ, ոնց որ իմ անձը չորացած լինի, ոնց որ ես թողված լինեմ, ինչ է կատարվում։ Ուղղակի դու պետք է վերաքննես քո միտքը, քո կյանքը, քո սրտի մտածմունքները, որ տեսնես, որտեղ էր այն պահը, որ դու թույլ տվեցիր, որ վիրավորես Սուրբ Հոգուն, ապաշխարես ու գնաս առաջ։ Ամեն։ Եկեք նայենք միտեղ Եփեսացիս 4-րդ գլխում գրված է 30-րդ համարում, այսպիսի մի բան է գրված Պողոս Առաքյալի կողմից, մենք բոլորս լավ գիտենք, ես հիմա դա կկարդամ Եփեսացիս 4-րդ գլխից 30-րդ համարը։ Այսպես է գրված. «Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցաք փրկության օրվա համար»։ Մի տրտմեցրեք։ Ինչու է Առաքյալը նշում, որ մենք Սուրբ Հոգուն չտրտմեցնենք, որովհետև գալիս են այդպիսի պահեր, երբ մենք չհասկանալով տրտմեցնում ենք Սուրբ Հոգուն։ Ես չեմ մտածում, որ մեզանից ինչ-որ մեկը հասկանալով տրտմեցնում է Սուրբ Հոգուն։ Սա ինչի մասին է խոսում, որ Սուրբ Հոգին շատ քնքուշ է, շատ նուրբ է։ Նա, երբ մեզ հետ խոսում է, նա չի խոսում այսպես բռնությամբ, նա կոպիտ չի խոսում, նա այնքան քնքուշ է խոսում ու մեղմ է խոսում, որ իրան պետք է լսել, ու մենք պետք է սովորենք այդ ձայնը զանազանել ուրիշ ձայներից։ Դրա համար, երբ մենք առանձնանում ենք մեր աղոթքի սենյակը, մենք սովորում ենք լսել նրա ձայնը եւ սովորում ենք վերապրել նրա ներկայությունը, որովհետեւ նրա ներկայությունը կենթանացնում է, լցնում է զորությունով, խրատում է, սովորեցնում է, հանդիմանում է, զգուշացնում է, մխիթարում է եւ օգնում է այն պահին, երբ դու անկարող ես, ամեն, հիմա տեսեք, հաջորդը ինչ է գրված, ասում է ամեն դառնություն եւ բարկություն եւ սրտմտություն եւ աղաղակ եւ հայհոյություն թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ եւ իրար հետ քաղցր եղեք գթած իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Ուզում եմ շեշտը դնեմ հենց այս 30 խոսքի վրա, որ չտրտմեցնենք Սուրբ Հոգուն, որովհետև այսօր ուղղակի իմ սրտից մեջ դրվել է, որ ես խոսեմ նրա մասին, ինչպես մենք կարող ենք տրտմեցնել Սուրբ Հոգուն։ Ամեն։ Առաջի բանը, ինչպես Սուրբ Հոգին նեղանում է մեզանից, երբ մենք անազնիվ ենք, մեզ պահում, երբ կա անազնվություն մեր կյանքերում, որոշ մարդիկ մտածում են, դե փոքր սուտը դա այդքան էլ մեղք չի, եթե մեծ սուտ լիներ, ուրեմն դա ավելի մեծ մեղք է։ Բայց գիտեք չէ, որ Աստծո համար նշանակություն չունի փոքր թե մեծ սուտ։
Սուտը սուտ է։ Ու երբ մենք երբեմն այդպիսի բան ենք թույլ տալիս, որ մեր շրթունքները խոսում են այն բանի մասին, որը փաստերին չի համապատասխանում, այն ժամանակ Սուրբ Հոգին տրտմում է, սիրելիներս։ Դրա համար մենք պետք է շատ զգուշ լինենք, թե ինչպես ենք մենք խոսում։ Ամեն։ Հիսուսը սատանային անվանել է ստության հայր, ստության հայր։ Ու խոսքը ասում է, նա ով որ արդարությունը չի գործում, նա սատանայից է։ Շատ պարզ է, չէ՞։ Սա ինչի մասին է խոսում, որ Աստված ուզում է, որպեսզի մենք ավելի լուրջ լինենք մեր քրիստոնեական կյանքում, որ մենք մտածենք, հետո խոսենք։ Խոսենք այն բաների մասին, որը փաստերին համապատասխան են, որը բարի են, որը չարություն չեն։ Ու մի օրինակ եկեք նայենք Գործկարագիլոցից, Գործկարագիլոց 5-րդ գլխից հենց առաջի համարից կարդամ։ Դուք գիտեք, պատմությունը Անանիա ու Սապֆիրայի մասին է, գրված այսպես. Եվ մի մարդ անունը Անանիա իր Սապիտա կնոջ հետ մի կալվածք ծախեց եւ նրա գնիցը թաքցրեց, որ կինն էլ գիտեր, եւ մի բաժինը բերավ, առաքյալների ոտների մոտ դրավ, եւ Պետրոս ասեց. Անանիա, ինչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խոսես Սուրբ Հոգուն եւ ագարակի գնիցը թաքցնես, չէ որ նա որ կենում էր, քոնն էր, եւ ծախվածն էլ քո իշխանության տակն էր։ Ինչ է, որ այս բանը դրիր քո սրտի մեջ, ոչ թե մարդկանց սուտ խոսեցիր, այլ Աստծուն։ Ամեն, ու հետո տեսեք ինչ է գրված, ասում է եւ Անանիան հենց որ այս խոսքը լսեց, վայր ընկավ եւ հոգին հանեց եւ մեծ վախ եղավ ամենքի վրա, որ այդ լսեցին։ Վախ եկավ։ Մենք որ Աստծո շնորհքի տակ ենք, որ Աստծո սերը միշտ հասանելի է մեզ, դա չի նշանակում, որ ամեն բան մեզ թույլատրելի է։ Ինչքանով մենք հասունանում ենք, այնքանով չկարելիները շատանում են մեր կյանքում։ Դուք նկատել եք այդ բանը։ Երբ քո երեխան փոքր է, շատ բաներ չի ջոկում։ Ու երբեմն այնց բաներ անում, որ դու ներում ես ու բաց ես թողնում։ Բայց երբ արդեն պատանի է կամ երիտասարդ է, արդեն շատ չկարելիներ կա իր կյանքում։ Ուրիշներին կարելի է, բայց քեզ չի կարելի։ Ու խոսքը այդպես ասում, որ ամեն բան ինձ կարելի է, ամեն բան չէ, որ օգտակար է, եւ ամեն բան չէ, որ պիտի հսկի իմ կյանքի վրա։ Եթե դու ուզում ես մտերիմ լինել Սուրբ Հոգու հետ, բաներ կան, որից դու պետք է ազատ լինես։ Որովհետև այնտեղ, որտեղ կա անազնվություն, որտեղ կա կեղծիք, այնտեղ Սուրբ Հոգին լռում է, նա քեզ չի թողնում, ուղղակի նա լուռ է։ Ամեն։ Ու դու պիտի մտածես, ինչ ես դու խոսում, զգուշ լինես, ինչ ես խոսում ուրիշների մասին, քո մասին ինչ ես խոսում, որովհետև դրանից կախված է, դու Աստծո ներկայությունը կվերապրես, թե չէ, Աստծո ձայնը կլսես, թե չէ։ Երկրորդ խոչընդոտը, որը մեզ խանգարում է Սուրբ Հոգու հետ համագործակցել, որը տրտմեցնում է Սուրբ Հոգուն։ Գիտեք ինչ է, դա հպարտությունն է։ Եվ իր հոմանիշների հետ միասին հպարտությունը, մեծամտությունը, գոռոզությունը, որովհետև որտեղ կա հպարտություն, Աստված ուղակի ատում է այդ ամենը։ Եկեք մի քանի տեղ մենք նայենք Առակացի 8-րդ գլխից 13-րդ համարը։ Առակացի 8-րդ գլուխը 13-րդ համարը։ Գրված այսպես. Տիրոջ երկյուղը չարն ատելն է, հպարտություն ու ամբարտավանությունը եւ չար գնացքը եւ նենգավոր բերանը ես ատում եմ։ Այդպես գրված է Աստծո խոսքի մեջ։ Եթե մենք նայենք 16-րդ գլխի նույն գրքի 16-ի ու 18 համարը, տեսեք ինչ է այստեղ գրված։ Ասում է Գորուստից առաջ գնում է գոռոզությունը եւ կործանումից առաջ ամբարտավան հոգին։
Գիտեք, մարդու էությունը հպարտ է։ Մարդկային էությունը այդպիսինն է, որովհետև երբ մարդը դարավ սատանայի իշխանության տակ, նա նմանվեց իր տիրոջը։ Առաջինը հպարտացավ սատանան ու վայր ընկավ ու Աբդիե մարգարեի մեջ, մարգարության մեջ, երրորդ խոսքում այնտեղ գրված է. քո սրտի հպարտությունը քեզ խաբեց։ Հպարտությունը շատ վտանգավոր բան է, որ բաները ցույց է տալիս ծուռ ձևով ու շատ վնասում է հարաբերություններին։ Ու Աստված այդպես ասում է, որ երբ մարդը հպարտ է, հաջորդ բանը արդեն կորուստն է, կործանումն է։ Ամեն։ Այսօր ես լուրջ բաների մասին խոսում եմ, չէ՞։ Բայց գիտեք, այս բաները մեզ շատ պետք է, որովհետև Աստված ուզում է այցելել իր ժողովուրդը, իր Սուրբ Հոգով։ Մենք չենք կարող Սուրբ Հոգու հետ համագործակցել մեր էմոցիաների մակարդակի վրա։ Երբ մենք զգում ենք Աստծո ներկայությունը, այո, մենք ինչ-որ բան վերապրում ենք, զգում ենք, հանդիմանվում ենք, ուրախանում ենք, խաղաղվում ենք։ Դու գիտեք, որ երբ գալիս է Սուրբ Հոգին, դու միշտ խաղաղ ես լինում, լցվում ես խաղաղությունով, բայց այսօր մենք պետք է որոշ բաներին նայենք, որ մենք զգուշանանք, ինչպիսի բաները չպիտի թույլ տանք մեր հարաբերությունների մեջ Աստծո Հոգու հետ, որովհետև դա իրեն տրտմեցնում է։ Ամեն։ Հիմա ի՞նչն է հպարտությունը։ Հպարտությունը ծնվում է մարդու սրտում։ Մարդու սրտում է։ Մարդը միշտ իրան ավելի բարձր է տեսնում, քան ուրիշներին։ Այո, մարդը իրան ավելի խելացի է տեսնում, քան ուրիշներին։ Ինքը հպարտ մարդը չի կարողանում խորհուրդ լսել։ Հպարտ մարդը չի կարող հնազանդվել։ Հպարտ մարդը տարված է մենակ իրանով։ Հպարտ մարդը մի անձնավորություն է, որից խուսափում են բոլորը, որտեղ հպարտ մարդը երբ խոսում է, մենակ իր մասին է խոսում, ես։ Ու դա խանգարում է։ Մենք պետք է ոչ թե մեր մասին խոսենք, մենք պետք է նրա մասին խոսենք։ Մենք պետք է ոչ թե մեր անձի վրա կենտրոնանանք, այլ նրա անձի վրա կենտրոնանանք, ամեն, որովհետև միայն Հիսուսի հոգին է միաբանում մարդկանց։ Եթե հարաբերությունների մեջ չկա Սուրբ Հոգի, բարդություններ են առաջանում հարաբերությունների մեջ, վնասվում են մարդիկ։ Դրա համար մեզ պետք է առաջինը, որ մեզանից ամեն մեկը ունենա այդ երկյուղը ճանաչել Սուրբ Հոգին ու Սուրբ Հոգուն հաճեցնել, Սուրբ Հոգու հետ համագործակցել։ Դուք գիտեք Մատթեոսի ավետարանի մեջ Տեր Հիսուս ասում է, եթե մեկը հայհոյի հորը, կներվի։ Եթե մեկը հայհոյի Քրիստոսին, որդուն, կներվի, բայց եթե մեկը հայհոյի, այսինքն վնասի, տրտմեցնի Սուրբ Հոգուն, չի ներվի, ոչ այս աշխարհում, ոչ էլ այն աշխարհում։ Սուրբ Հոգին կարևոր անձ է, որովհետև Սուրբ Հոգին է մեղավորներին հանդիմանում մեղքի համար ու բերում դեպի փրկություն։ Նա է մեզ օգնում Հիսուսին ճանաչել, Հիսուսին հասկանալ։ Առանց Սուրբ Հոգու մենք ոնց որ կույր լինենք, խուլ լինենք, չենք հասկանում։ Նա է բացում մեր միտքը, որ մենք կարողանանք ճշմարտությունը հասկանալ։ Ամեն։ Դրա համար սիրելիներս, ասեմ ձեզ, որ հպարտությունը մեր յուրաքանչյուրի սրտերում ինչ որ չափով գա, բայց քեզանից է կախված, ինչ ես անում այդ հպարտության հետ։ Այնքան կարևոր է, որ մենք մեր անձը կարողանանք խոնարհեցնել ու հակառակվել այդ հպարտության, գոռոզության, մեծամտության ոգուն, որովհետև դա մի օձ է, որը մեզ կծում է ու խեղդում է ու խանգարում է մեզ։ Ամեն։ Աստծո խոսքը այդպես ասում, զգուշ եղեք ձեր սրտերի հանդեպ, զգուշ եղեք։ Երբ մարդը վիրավորվում շուտ, երբ իր կյանքում կա հպարտությունը եւ իրան դժվար է ներել դիմացինին, ասել հա մարդը էլի սխալվեց, ես էլ եմ հաճախակի սխալվում։ Հասկանում եք։ Պրոբլեմները այս աշխարհում հենց դրանից է, որ հպարտությունը խանգարում է մարդկանց իրար հետ լեզու գտնել։ Ամեն։ Ուրեմն դա նույնպես խոչընդոտ է Սուրբ Հոգու հետ համագործակցելու։ Հաջորդ բանը դա հաջորդ խոչընդոտը, որը դխրեցնում է Սուրբ Հոգուն, դա անհնազանդությունն է, անհնազանդությունը։
Գիտեք, կա այսպես հնազանդություն պարտադրված եւ կա հնազանդություն, որը գալիս է անկեղ սրտից։ Ամեն, այդ պատմությունն էլ եք չի լսել, որ դասատուն դպրոցում երեխային խոսում էր, ասեց վերկաց, ինքը չէր վերկենում։ Վերջը որ ստիպեց, խիստ խոսեց, ինքը կանգնեց, ասեց, բայց ես իմ սրտում էլի նստած եմ։ Պատկերացնում եք, էլի ես իմ սրտում նստած եմ։ Մարդը կարող է ցույց տալ տեսք, որ ինքը հնազանդ է, բայց իր ներսում հակառակ լինել։ Մենք պետք է շատ զգուշ լինենք ու զգայուն լինենք այդ երևույթներին։ Ամեն, որ Սուրբ Հոգին հասանելի լինի մեզ։ Նա մեր յուրաքանչյուրի մեջ է, բայց երբ մենք իրան տրտմեցնում ենք մեր սխալ վարմունքով, նա կարծես բանդարկված լինի, նա ազատ չի մեր ներսում, որպեսզի անի այն, ինչի համար նա ուղարկվել է։ Հաջորդ բանը դա կարծր սիրտն է։ Կարծր սիրտը։ Ինչ է կարծր սիրտը։ Մարկոսի 3:5-ում մենք մի պատմության մասին ենք կարդում, երբ Հիսուսը տաճար մտավ, այնտեղ մի մարդ կար, այսպես որ ձեռքը չորացած էր, այսինքն չէր գործում։ Եվ նա բժշկեց այդ մարդկանց, բայց կրոնավոր մարդիկ, որ կարծր սիրտ ունեին, նրանք խոսում են, որ շաբաթ օրը պետք չէ բժշկել։ Պատկերացնում եք, ու գրված է, Հիսուսը հանդիմանում էր նրանց իրանց կարծր սրտերի համար։ Ինչպիսին է կարծր սիրտը, որ լավը չի ուզում դիմացինին, որ փակ է, ու մենք պետք է զգուշ լինենք այդ երևույթներից, որ մարդը միշտ իրան է համարում ճիշտը, իրան է համարում գլխավորը։ Հաջորդ խոչընդոտը դա Սուրբ Հոգում հանգցնելն է։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:19-ում գրված է, որ մի հանգչեցրեք Սուրբ Հոգուն, մի հանգչեցրեք։ Այսինքն Սուրբ Հոգին ինքը մեր ներսում այնպիսի մի կրակ է, որ այսպես մեզ ուրախություն է պարգևում։ Գիտեք, երբեմն որ նայում ես քրիստոնյաներին, իրանք շատ երբեմն նկատում ես, որ մարած վիճակում է։ Քրիստոնյան չի կարողանում ուրախանալ, չի կարողանում ժպտալ, չի կարողանում ձեռքերը բարձրացնել, սրտանց փառաբանի երկրպագի։ Ինչ որ բան կատարվել է իր հետ, կրակը կարծես մարած է։ Մենք մենակ մի կրակը պետք է մարենք, սատանայի կրակոտ նետերի կրակը։ Մենակ այդ կրակը պիտի մարենք, բայց Սուրբ Հոգու կրակը միշտ պիտի բորբոքվի, միշտ պիտի բորբոքվի։ Ոնց է բորբոքվում։ Քո օգնությամբ, երբ դու փառաբանում ես Տիրոջը սրտանց։ Ամեն, դու ինքդ պետք է քեզ օգնես, ոչ թե սպասես, որ ինչ-որ մեկը քո տրամադրությունը բարձրացնի, դու ինքդ պիտի բարձրացնես քո տրամադրությունը ու բորբոքես հոգու կրակը քո ներսում, ինչպես է դա տեղի ունենում, երբ դու որոշում ես ընդունում նայել Հիսուսին ու սկսել շնորհակալություն հայտնել, Տեր, շնորհակալ եմ, որ դու ինձ սիրում ես, շնորհակալ եմ, որ դու ինձ համար եկար, ես շնորհակալ եմ, որ դու վերցրեցիր քեզ վրա իմ բոլոր կատարած մեղքերը, իմ պատիժը, ու ես այսօր ունեմ քո արդարությունը, դու որ չգիտես ինչ բան է մեղքը, դու պատիժը եղար իմ մեղքի համար, բայց ես ներված եմ, ես քո արդարությունը ունեմ։ Գիտեք, սա այն բաներն է, որ պետք է ամեն օր մենք կրկնենք ու շնորհակալություն հայտնենք, ու երբ դու սկսում ես այդպես, քո հոգին բորբոքվում է։ Եկեք մենք համաձայնվենք, որ երբեմն աղոթքի համար ոնց որ դժվար է, հավես չկա, բայց երբ դու որոշում ես ընդունում սկսել աղոթել, ինչ է կատարվում։ Այստեղի կյանքի ջրերի գետերը գլգլալով այսպես սկսում են արտահայտվել։ Ամեն, դու պիտի բացես այդ աղբյուրը, եթե դու չես բացում, դու չես վայելի այդ կենդանի ջրերի օրհնությունը։ Աստծո ժողովուրդ, Քրիստոսի արյունով գնված թանկ ժողովուրդ, Աստծո սերված ժողովուրդ, երբեմն մարդիկ այնքան հոգնած են, բայց Աստված ասում է, ես եմ քո զորությունը։ Ինչն է մեզ խանգարում, որ ասենք, Տեր, իմ տկարության մեջ, դու ես իմ զորությունը, դու ես իմ զորությունը։ Երբ ես պարտվում եմ, դու ես ինձ հաղթող անողը։ Գիտեք, Աստծո խոսքը այն վեմն է, այն միջոցն է, ինչի շնորհիվ մենք հաղորդակցվում ենք Աստծո հետ։
Եթե դու քո զգացմունքներով ես հաղորդակցում, իրանք շատ քիչ բան են փոխում, որտեվ դու կարող ես ասել՝ Տեր, ես այնքան հոգնած եմ, տես ես այնքան վիրավորված եմ, մարդիկ ինձ չեն հասկանում, ինձ մոտ բան չի ստացվում։ Դու խոսում ես այն բաների մասին, որը դու տեսնում ես։ Բայց քեզ պետք է խոսել այն բաների մասին, որը Քրիստոսը քո համար արել է։ Ու ասել՝ Տեր, ես շնորհակալ եմ, որ դու ես իմ զորությունը։ Դու ես իմ զորությունը, դու ես իմ վահանը, դու ես իմ ապավենը։ Սա է գաղտնիքը զորության մեջ քայլելու, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք պետք է բացենք մեր շրթունքները ու սկսենք Աստծո խոսքը խոսել, հռչակել։ Ու դու կտեսնես, որ այդ ճշմարտության համապատասխան կյանքի ջրերի գետերը ոնց են հոսում, ոնց է քո կյանքը փոխվում։ Դու հիշում ես քեզ մի քանի րոպե առաջ, ինչպիսին ես դու դատարկ, այսպես հոգնած, անտրամադիր, անհավես, կարող անգամ մտածում ես, տեսնես Աստված կա թե չէ, որտեվ սատանան քո հոգնած վիճակում գալիս ամեն հիմարություն բերելու։ Բայց քեզ հենց քո տկարության ժամանակ պետք է բարձրացնել քո հայացքը, շրթունքներդ բացել ու սկսել գովաբանել նրան ու ասել՝ Սուրբ Հոգի, շնորհակալ եմ։ Երբ ես տկար եմ, դու եկել ես ինձ օգնելու։ Դու գիտեք այդ պահը, որ Աստված եկել է ինձ օգնելու, ինձ շատ պատասխանատվություն է տալիս։ Աստված եկել է քեզ օգնելու, իր հոգին դրել է քո ներսում։ Նա եկել է քո բոլոր մինուսները պլյուս դարձնի։ Նա եկել է, որտեղ դու կաղում ես օգնի, որ դու ուղիղ քայլես, որտեղ չես հասկանում, որ քո միտքը բացի ու դու հասկանաս, որ քո կյանքը օրհնված լինի, որ մարդիկ տեսնեն, ասեն, ահա, սենց է լինում այն մարդու հետ, որ Աստծուն է ապավինում։ Սաղմոսների մեկում գրված է երանի այն մարդու, ում օգնականը Հակոբի Աստվածն է, երանելի է։ Դու քեզ երանելի համարում ես։ Համարում ես քեզ երանելի։ Ասա, ես երանելի եմ, որտև իմ օգնականը Հակոբի Աստվածն է։ Այդքան էլ ոգևորված չես։ Աստված, որ ստեղծել է տիեզերքները, Աստված, որը մեր հասկացողությունից բարձր է, նա իր հոգին ուղարկել է քո սրտի մեջ, որ Սուրբ Հոգին քեզ մղի առաջ, որ երբ դու հավես չունես գնալու առաջ, հավես չունես ձեռքդ բարձրացնելու մի բան անելու, նա քեզ ասում է առաջ գնա, հավատա ինձ, հավատա, քո մոտ կստացվի, դու նոր մարդ ես, դու Աստծո որդին ես, քեզ խեղճ մի տես, քո մասին վատ բաներ մի խոսի, ես քեզ հետ եմ, ես քեզ չեմ թողնի, բարձրացիր, մի տեղում մի կանգնիր, հերիքա նստած մնաս, հերիքա նեղացած լինես կյանքից, բարձրացիր, Աստված քեզ նոր կյանք է պարգևել, ուրախ եղիր, գնահատող եղիր, գոհացող եղիր։ Մի պատճառն էլ, որը խանգարում է Սուրբ Հոգուն դրսևորվել մեր կյանքում, դա շնորհակալության բացակայությունն է, գոհության բացակայությունն է, որովհետև Սուրբ Հոգին իրան դրսևորում է այն ժամանակ, երբ դու ամեն բանի համար գոհանում ես, ամեն բանի համար դու գոհանում ես, ամեն բանի համար, անգամ քո թշնամիների համար, որ իրանց պատճառով դու զորանում ես, որ իրանց պատճառով դու թմրած չես, որ իրանց պատճառով դու արթուն աղոթքների մեջ ես, ամեն, համաձայն եք, հույսով եմ սրտով եք համաձայն, ամեն, ուրեմն սիրելիներս, եկեք մենք շատ ուշադիր լինենք, հարգենք Սուրբ Հոգու ներկայությունը, հարգենք այն ինչ որ Սուրբ Հոգին անում են մեր կյանքում։ Ու մի պատճառի մասին էլ պիտի խոսեմ, որը Սուրբ Հոգուն տրտմեցնում է, դա անհարգալից վերաբերմունքը Աստծո ծառաներին, Աստծո մարդկանց հանդեպ։ Դուք գիտեք, ծառաները իրանք բոլոր հարվածը վերցնում են իրանց վրա, որտև ծառաներն են երևալի բոլորի առաջ։ Պատասխանատվությունը եկեղեցու ընթացքի համար ծառաների վրա է Աստված դնում։
ու մարդիկ գալիս են տարբեր մտքերով, տարբեր բաներով եւ հաճախակի մարդիկ ուզում են, որ Աստծո ծառաները այնպես խոսեն կամ այնպես վարվեն, այնպես անեն, ոնց որ իրանք են մտածում, որ դա ճիշտ է։ Ու երբեմն խնդիրներ են ստեղծվում վերաբերմունքի մեջ։ Գիտեք, մի հրաշալի գիրք կա Ջոն Բիվերն է գրել, կոչվում է այսպես, «Պատվի վարձքը», «Նագրադը за честь»։ Ինքը այնտեղ այնքան հետաքրքիր բան ասում։ Նա ասում է, երբ մենք պատվում ենք ծառայողին, մենք պատվում ենք Հիսուսին։ Հիսուսը այսպես էր ասում. եթե դուք ուզում եք Աստծուն հաճեցնել, հավատացեք նրան, ում Աստված ուղարկել է, ինձ հավատացեք։ Հիմա այնքան կարևոր է, որ եկեղեցու ժողովուրդը հավատա, որ այն մարդիկ, որ իրենց տարիներ շարունակ իրենց ծառայում են սիրով, հոժարությամբ, որ Աստծո կողմից են դրված։ Եթե մենակ նայելով այդ ծառայողների կյանքի պտուղներին, արածներին, դուք կարող եք համոզված լինել, որ այդ մարդիկ Աստծո կողմից են դրված, որտեղ այդ մարդիկ նպաստում են, որպեսզի եկեղեցին շինվի, կառուցվի, որ ամեն մեկը նմանվի Հիսուսին։ Մեր նպատակը դա է, մեր ծառայության նպատակը դա է։ Ամեն։ Դրա համար այսպես, ով որ հարգում է ծառայողին, հարգում է, պատվում է Հիսուսին։ Ով որ Հիսուսին է պատվում է Հորը։ Ամեն։ Ու մենք պետք է այնքան ուշադիր լինենք, տեսնենք ինչպես ենք մենք խոսում ծառայողի մասին։ Կարող է ծառայողի ծառայության ոճը այդքան քո դուրը չի գալիս։ Կամ դու անդադ մեկին համեմատում ես մյուսի հետ։ Այդ խնդրի մեջ շատ-շատերը կան եկեղեցիներում, որտեղ ամեն մեկ ուզում է, որ այսպես խոսեն, այսպես շարժվեն, այսպես հագնվեն։ Հասկանում եք, մենք խնդրում եմ զգուշ եղեք, երբ դուք ինչ-որ մի բան խոսում եք ծառայողների մասին։ Ես անձամբ չեմ վախենում, որ մարդիկ ինչ-որ բացասական բան են խոսում իմ մասին, որտեղ ես գիտեմ, ես ում եմ պատկանում, ու մարդիկ պատասխան են տալու իրանց ասածների, իրանց վերաբերմունքի համար Աստծո առաջ։ Հասկանում եք, չէ՞, սա այս բանը շատ լուրջ է։ Սա էլ է վիրավորում Սուրբ Հոգուն, պարզվում է։ Մենք պետք է այդ բաները իմանանք, որ մեր լեզուն այսպես զուսպ պահենք։ Ու ասենք Տեր, շնորհակալ ենք, որ մեր եկեղեցին այսօր ունի լավ ծառայողներ, լավ պատրաստված ծառայողներ, որ լավ պտուղ են բերում։ Ես համարձակ ասում եմ, ոչ թե մենակ իմ մասին, բոլորի մասին, մենք ունենք շատ լավ ծառայողներ, որ օրհնություն են ոչ թե մենակ Հայաստանի, այլ ուրիշ ազգերի համար էլ, իրան ծառայությունով, սիրելիներս, եկեք մենք այդ բաները գնահատենք, որովհետև Հիսուսը մի անգամ շատ տխրեց, սիրտը շատ ցաված, երբ տեսավ ժողովուրդը ծիրուցան եղած, ու ասեց, սա իմ պատճառով է, որ հովիվ չունեն։ Հովիվը մեծ օրհնություն է, Աստծո տան համար, Աստծո եկեղեցու համար։ Ամեն։ Ծառայողները կատարյալ չեն։ Կատարյալ չեն։ Ու ես ինձ մտածում եմ, որ երբեմն իմ դեմ ինչ-որ դժգոհություն են մարդիկ հայտնում, Սուրբ Հոգին ասում էր թեթև տար։ Հիսուսը որ կատարյալ էր, իր վրա այնքան բաներ են գտնում։ Այսպես չի Հիսուսը խոսում, այսպես չի ինքը անում, ինքը իրան Աստծո տեղ է դնում, ինքը սենց է, ինքը թեթև տար։ Մովսեսը, որ խոնար մարդ էր, անընդհատ ժողովուրդը ըմբոստանում էր իր դեմ, թեթև տար։ Հասկանում եք, սիրելիներս, եկեք մենք մեկը մյուսին գնահատենք։ Եկեք մենք մեկը մյուսին նկատենք ու Աստծուց շնորհակալություն հայտնենք, որ մենք բոլորս տարբեր ենք, բայց Աստված կարողացավ մեզ բոլորի մեկտեղ հավաքել։ Բայց հեսա որ մեղավորների հոսք եկավ, չգիտեմ ինչ աշխարհի մեղավոր աշխարհից ներկայացուցիչներ եկան, ինչա մենք պետք է իրանց վրա նայենք, այսպես իրանք մեղավոր են, մենք սուրբեր ենք։ Մենք պետք է բաց լինենք մարդկանց ընդունելու եւ հարգելու այն աշխատանքը, որը արվում է։ Ու արդեն ժամանակն է, որ մեր եկեղեցու ամեն մի անդամ ծառայության մեջ լինի։ Ամեն։
Մի անգամ մեկը, որ մի քիչ անդադ ինչ որ բաներ աշխատում իրին զուղել, շտկել, բանանել, Աստծոց հայտնություն է ստացել, ասել է ես հասկացել եմ, որ առաջնորդել ավելի դժվար է, քան թե ետևելը։ Ինքն է ստացել այդ հայտնությունը ինձ էլ ասել։ Մարդը, որ ստանում է հայտնություն, իրան օգնում է, որ ինքը իրան խելոք պահի Աստծո տան մեջ։ Ամեն սիրելիներս։ Հիմա այս ամենը շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր հարաբերությունը Սուրբ Հոգու հետ ավելի մտերմացնել։ Գիտեք, երբեմն լինում է, որ ինչ որ մի իրավիճակ շատ տրտմեցնում է մեզ։ Շատ։ Ու այնպիսի տպավորություն է, կամ ինչ որ մի մեր, չգիտեմ, մեր թե ընտանիքում լինի, թե հարազատի հետ լինի, թե երկրում լինի, մի բան, որ կարծես նենց տալիս է քեզ, որ դու ընկնես։ Ու քեզ գերբնական օգնություն է պետք։ Մեր օգնությունը Աստծուց է։ Եթե մենք նայենք տեսանելի բաներին, գիտեք, մենք պետք է սովորենք իրար նայել Աստծո աչքերով։ Աստծո աչքերով։ Ինչ է դա նշանակում, որ երբ դու Աստծո աչքերով ես նայում, մարդը քո աչքերի մեջ կատարյալ է, սուրբ է, Աստծո կողմից սիրված է, ընդունված է։ Ամեն, դու կարող ասես, բայց ինքը սենց բնավորություն ունի, բայց դա մեր գործը չի։ Մեր գործը Հիսուսին նման նայել մարդկանց, վերաբերվել ինչպես Հիսուսը, ընդունել մարդկանց ինչպես Հիսուսը։ Եթե ինչ որ Հիսուսի թիմի մեջ կար մեկը, որը դավաճանեց ու գնաց, Հիսուսի թիմի մեջ, ամենաաշխարհի լավ հովիվի եկեղեցում, կար մեկը կար, որ կասկածում էր, բայց հետո ուղղվեց, ամեն ինչը կարող է լինել, բայց ամենակարևորը սիրելիներս, որ մենք հսկենք մեր սրտերը, որ մենք հսկենք մեր մտքերը, որ մենք կառավարենք մեր լեզուն, որ մենք Աստծուց շնորհակալություն հայտնենք, որ մենք չլինենք այն կիսուրների նման, որ ասում են են հարևանի հարսը ավելի լավն է։ Ասում եմ դուք ուրիշ եք։ Ամեն, այդպիսինը չլինենք, ասենք, այնտեղ այսպես է։ Ես, գիտեք, մենք պետք է մեզ ընկալենք ինչպես ընտանիքի անդամներ։ Եթե դու քեզ այս ընտանիքի անդամ ես տեսնում, դու պետք է ամեն բան անես, որ այս ընտանիքը աճի, զարգանա, առողջ լինի, պաշտպանված լինի։ Եթե դու օտարի պես ես, պարզա, ոչ մեկը ոչ մի բան չի ասում, հասկանում եք, բայց մենք չենք ման գալիս կատարյալ եկեղեցի, այդպիսի եկեղեցի գոյություն չունի երկրի վրա։ Ամեն, ինչու, որովհետև մարդիկ են եկեղեցու անդամները։ Դու ես եկեղեցու անդամը, որը կատարյալ չես։ Ամեն, մարդը միշտ ուզում է ուրիշին ավելի լավ է տեսնում, քան ինքը իրան, բայց Հիսուսը եկավ, ասես միած սլակը ուղի դեպի քեզ, դու քեզանից սկսի, մնացածները իմ գործն է, ամեն։ Հիմա սիրելիներս, նորից եմ ուզում ամփոփել այն խոչընդոտները, որը մեզ խանգարում են Սուրբ Հոգու հետ համագործակցել։ Գիտեք, եկեղեցին այն լսարանը չի, որը գալիս է, ինչպես թատրոն, ու սպասում է, որ հովիվը ինչպես, չգիտեմ, ինչ որ մի դեր պիտի խաղա, ինքը պիտի հրաշքներ անի, ոչ, հրաշքները գործելու մեջ կանչված է մեզանից ամենը, հարցը դրանում է, ինչ որ մեկը պատրաստ է գին վճարել, որ երբ ինքը իր համար աղոթում է, ինքը լինի առողջ ու բժշկված։ Որտև այն Հիսուսը, որը վերցրել է քո տկարությունների հիվանդությունները, վերցրել է իմն էլ։ Ու ես աշխատում եմ ինքս ինձ համար աղոթեմ ու քայլեմ առողջության մեջ, որտև դա է Աստծո կամքը։ Ամեն։ Եկեք մենք վերցնենք Աստծո խոսքը, ինչպես հիմք ուղեցույց մեր յուրաքանչյուր կյանքի համար, մեր մարդկային փիլիսոփայությունը դնենք մի կողմ, լցնենք մեր միտքը Աստծո ճշմարտությունով, որը մեզ նենց պիտի ազատի շատ բաներից, որը մեզ խանգարում է քայլել ազատության, հաղթանակի, ուրախության, հաջողության մեջ։ Ամեն։ Նորից եմ ամփոփում այն բաները, որը Սուրբ Հոգուն տրտմեցնում են։
Առաջինը դա անազնիվ լինելն է։ Անազնիվ լինելը։ Երբ մենք այոյին այո չենք ասում, ոչին ոչ չենք ասում, Հիսուս ասում է, ինչ որ դրանից ավել է, դա սատանայից է։ Մենք պետք է պարզ ասենք այո, եթե այս բանը դու ես սխալ արել, ասա այո, ես եմ արել, վերցրու պատասխանատվություն, Ադամի պես մի փախչիր պատասխանատվությունից։ Ամեն։ Հաջորդ բանը դա հպարտությունն է, գոռոզությունը, մեծամտությունը, որը մեր թշնամին է, ու մենք պետք է, երբ Սուրբ Հոգին դա բացահայտում է, խեղդենք դա, որ մեր կյանքում դա չլինի։ Դա խանգարում է Աստծո հետ համագործակցելու։ Հաջորդը դա անհնազանդությունն է։ Չորրորդը կարծր սիրտն է։ Հինգերորդը դա մեր սխալ վերաբերմունքն է, երբ մենք հանգում ենք, չենք վերցնում պատասխանատվություն մեր շփման համար ու Սուրբ Հոգու ներկայությունը հանգչում է այսպես։ Ու այն ժամանակ շատ հեշտ է ընկնել աշխարհի ազդեցության տակ։ Եկեք զգուշանանք դրանից։ Ու վերջինը դա անհարգալից վերաբերմունք է Աստծո ծառայողների հանդեպ, ով որ լինի, հավատացեք, խոսքը այդպես ասում, Տիրոջ ծառան է, կանգնում է, թե ընկնում է, Տիրոջ ծառան է։ Մեր կողմը որն է, որ մենք սրտանց հաղոթենք, սրտանց, ասենք Տեր, շնորհակալ եմ, որ դու պարգևել ես այդպիսի լավ ծառայողներին մեր եկեղեցում, որտեղ ես հավատում եմ, ծառայողները այստեղ բոլորի կյանքում ներդրում արել են, ձեր ամենածանր պահին ձեր կողքին կանգնած են եղել։ Ինչու ենք մենք մոռանում այդ բանը։ Դա գիտեք, դա մեզանից չէ, դա Աստծուց է, բայց նաև մեր միջոցով է։ Ամեն։ Եկեք մենք դա գնահատենք ու եկեք մենք սովորենք մեր ավագներից ինչպես ծառայել մեկը մյուսին բարձրացնել ու շատ մեր շրթունքները թող խոսի Աստծո փառքի մասին, թող խոսի նրա մասին, որ Աստված իրական է, որ մենք սիրում ենք Աստծուն, որ մենք պատվում ենք ու մենք ուզում ենք նրա Սուրբ Հոգով լցված լինելու առաջնորդվել։ Ամեն։ Դու պիտի սովորես քո լեզուն սանձել, դու պիտի սովորես քո միտքդ կառավարել, դու պիտի սովորես քո անձը խոնարեցնել։ Եթե ասես ինձ մոտ չի ստացվում, Սուրբ Հոգու հետ միասին արա, մենակ չի ստացվի։ Սուրբ Հոգու հետ միասին, ամեն, մեր գլխավոր նպատակը, որ մեզանից յուրաքանչյուրը նման լինի Տեր Հիսուսին այս աշխարհում։ Ամեն, եկեք մենք բարձրանանք։ Եվ ես մտածում եմ, որ եթե դու նկատել ես, որ փառաբանությունը թող գա, փառաբանության թիմը, եթե այս նշված կետերից ինչ որ մեկը Սուրբ Հոգին քեզ ասես, որ այստեղ դու պիտի փոխվես, եկեք մենք հիմա աղոթենք ու ներողություն խնդրենք Սուրբ Հոգուն։ Քո այսօրվա վերաբերմունքից ու որոշումից կախված է քո ապագա կյանքը։ Ամեն, որովհետև Աստված ուզում է, որ մեր սրտերը իր կրակով լինի բորբոքված, որ մեր աչքերը վառվեն ուրախությունից, պատրաստությունից, իրեն ծառայել, ամեն, հալելույա, հալելույա, եկեք աղոթենք, թանկագին Սուրբ Հոգի, մենք շնորհակալ ենք քեզանից, քո ներկայության համար, այսօր յուրահատուկ օր է, երբ խոսվում է ճշմարտությունը մեր սրտերի մեջ ու մենք ուզում ենք նմանվել Հիսուսին, մեզ համար շատ թանկ է մեր հարաբերությունը քեզ հետ Սուրբ Հոգի, մենք խնդրում ենք, որ քո հպումը հենց այս պահին ամեն մեկի կյանքի վրա լինի։ Եկեք մենք ներողություն խնդրենք, ասենք թանկագին Հայր, Հիսուսի անունով ես ներողություն եմ խնդրում իմ անհնազանդության, իմ հպարտության, անազնիվ լինելու, սխալ վերաբերմունքի համար,
Եվ նրա համար, որ պատասխանատվություն չեմ վերցրել, երբ որ պետք է դա անել, խնդրում եմ ներողություն, թանկագին Սուրբ Հոգի, դիպչիր ինձ, ամեն ծանրություն, ամեն կույրություն, ամեն անմաքրություն, թող հեռանա ինձանից Հիսուսի անունով, լցրու ինձ նորովի, քո զորությունով, քո ներկայությունով, իմ սրտի աչքերը բացիր, որ ես կարողանամ տեսնել քեզ, ես սիրում եմ քեզ Սուրբ Հոգի, ու ես շնորհակալ եմ, որ դու հավատարիմ ես, որ դու ինձ օգնում ես նմանվել Հիսուսին, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։